Պարոն նախագահ, թեև առիթ ունեցել եք երկար հարցազրույց տալու, խնդրեմ նաև անդրադառնալ Հայաստան Պարոն նախագահ, կսպասեք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով գարձական չէին։ Ես ընդամենը 3 օր առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց ժխացությունների պատասխանել եմ ինչպես Մարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցեր։ Թույլ տվեք, ունեմ 3-4 օր ծանոթանամ արձագանքներին, նոր որ բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ ինչպես միշտ։ Բայց առավոտ Կանուկ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամեն մարդու պրոբլեմին չէ ինձ հետ կապում։ Նախագահ, այս վերջին մեղադրանքով, այս մեղադրանքով ուզում ասել ձեր գնահատումը։ Մեկը ետևից մեղադրանքներ կան։ Հայտնի փաստ է, դա առանձին մեղադրանք չէ, այսպես նայում, որ այդ գործերը միացնելու են այս գործերից մեկին։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցաքու ցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սկանե անելու, տարիներ շարունակ սկաներ չկա։ Կարևորը այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոսքում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։